Ծաղկազարդի տոնի օրը երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց Դռնբացեքի արարողություն։ Խորհրդավոր այս արարողությանը մայր տաճարը լի էր ուխտավորներով, ամենայն հայոց հայրապետն օրհնեց ներկաներին։ Դռնբացեքի արարողության ժամանակ երկխոսություն է տեղի ունենում փակ խորանի առջև ծնկած եւ վարակույրից այն կողմ գտնվող հոգեվորականների միջև։ Վարակուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը։ Մարդիկ վերապրում են աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ։ Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ։ Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը վերին Երուսաղեմ։ Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև գալուստ։ Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան է կատարվում Դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի գալստյան օրինակն է ցույց տալիս։ Այս դուրը դիարներ և արդար մտաներ նստա, ոչ թե միայն արդար մտաներ։ Բաց մեզ Տերընդ դուռն ողորմության, այս խոսքերով են դիմում Տիրոջը հուսացող բոլոր հոգիները։ Վարակույրից ներս գտնվող հոգևորական արքայության դուռը մտնելու պայմաններն է առաջադրում։ Ծնկած հոգևորականները խորհրդանշում են ժողովրդին, այն մարդկանց, ովքեր մկրտված լինելով եւ քրիստոնյա լինելով փորձում են արժանանալ երկնքի արքայությանը։ Հոգևոր հայրերի մեկնությամբ այս արարողությունը հիշեցնում է, որ մենք էլ մեր կյանքի որոշակի հանգրվանում կանգնելու ենք փակ դռների առջև եւ ինչպես եկեղեցում է երգվում շարականը, մենք էլ մեր հոգով ենք առ Աստված կանչելու, որպեսզի Տերը բաց անի իր ողորմության դռները եւ մեզ ընդունի իր խաղաղության մեջ։ Երկնքի արքայությունը կարող են ժառանգել ոչ միայն արդարները, այլև բոլոր այն մեղավորներն, ովքեր կզղջան եւ դեպի Տերը կդառնան։ Ուստի հոգևորականները հորդորում են բացել սրտերը Տիրոջ առջև եւ ապաշխարել։ Ծաղկազարդի տոնի առավոտյան Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին դիմավորեց Մոսկվայի հայերին, որոնք ամենահեռավոր վայրերից եկել էին Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ նշելու համար։ Սա այն բացառիկ ու սիրված օրերից մեկն է, երբ ընտանիքներով մեծից փոքր աղոթքի են կանգնում, երբ եկեղեցին դառնում է հոգևոր մեծ տուն երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Ծաղկազարդի տոնակատարությունը սկսվեց կյանքի, հույսի եւ նորացման խորհրդանիշ կանաչ ճյուղերի օրհնությամբ։ Թեմակալ առաջնորդ Եզրա Սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեցին ուռենու ոստերը։ Ըստ ավետարանական պատմության, ձիթենու եւ արմավենու ճյուղերի ընծայումը Տիրոջը, ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ կյանքի հաղթանակը։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանն օրհնության խոսքում նշեց, որ ինչպես այն ժամանակ մարդիկ ուրախությամբ դիմավորում էին Հիսուս Քրիստոսին ճյուղերով ծածկելով նրա ճանապարհը, այնպես էլ այսօր հավատացյալները ողջունում են Տիրոջն իրենց սրտերում։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ կրկին անգամ փառք տալիս Տիրոջը, որ մենք այս հավատարմությամբ, այս գիտակցված հավատքով փորձում ենք մեր աստվածապարգև կյանքը աստվածահաճո ազգօգուտ եկեղեցաշահ գործերով, աշխատանքով, բարեգործություններով վկայենք, որ մենք քրիստոնյա ենք եւ ձգտում ենք արժանանալ մեր երկնավոր հոր ներողամտությանը, գթասրտությանը եւ օրհնությանը։ Արարողությունից հետո օրհնված կանաչ ճյուղերը հոգևորականները բաժանեցին ժողովրդին։ Եկել ենք Ծաղկազարդին եւ այս օրհնած ճյուղերը տանում ենք մեր տուն, որպես դարևոր Հայաստանի, մեր առաջի քրիստոնեական երկրի շունչը, որ մեր տան մեջ միշտ անմահ լինի։ Այսօր մեծ տոն է, 2000 տարի առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ մտավ Երուսաղեմ, ժողովուրդն ուրախությամբ դիմավորեց նրան։ Այսօր նույն ուրախությամբ մենք էլ ենք եկել նշելու տոնը։ Շնորհավորում եմ բոլորի Ծաղկազարդը։ Անդաստանի կարգից հետո մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչ Տեր Սեփու քահանա Ամիրյանը խոսեց տոնի խորհրդի մասին։ Այսօր մենք ոչ միայն եկել ենք աղոթելու, այլև հիշելու այն մեծ իրադարձությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 2000 տարի առաջ, ասաց Տեր հայրը։ Ծաղկազարդի օրը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ Սուրբ քաղաք մեզ ամենքից պատգամում է, որ մշտապես պատրաստ լինենք
Քրիստոսին ընդունելու մեր հոգուց, մտքից, սրտից ներս բացելու դռները եւ ասելու օրհնյալ ես դու, որ գալիս ես Տիրոջ անունով։ Թող ամենքս որպես քրիստոնյա ծաղկազարդված այսօր մշտապես ամուր պահենք անսասան կերպով քրիստոնեական մեր հավատքը եւ մնանք աջակիցներն ու պաշտպանները առաքելական մեր Սուրբ եկեղեցու։ Տոնական օրվան հատուկ հանդիսություն էր հաղորդում Կոմիտասյան պատարագի երգեցողությունը։ Այն տարվա մեջ մեկ անգամ է կատարվում միայն Ծաղկազարդի տոնին, որի բացառիկ իրավունքը շնորհված է հայորդյաց տանսաներին։ Գեղեցիկ ձայներով մաքուր եւ անկեղծ կատարումը առավել աղոթական դարձրեց մթնոլորտը։ Պատարագի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ։ Այստեղ էին նաև եկեղեցու հովանու ներքո գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի եւ Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տանսաները։ Ծաղկի հյուսերով զարդարված երեխաները կանգնեցին խորանի առաջ, որտեղ հոգևորականների հետ միասին աղոթեցին, արժանացան Եզրած Սրբազանի օրհնությանը։ Ձեր ձեռքերում պահած կանաչ ճյուղը թող դառնա հույսի խորհրդանիշ վաղվա պայծառ օրվա համար։ Լավ սովորեք եւ բարի գործեր կատարեք, պատգամեց Սրբազան հայրը։ Եկեղեցում յուրաքանչյուր հանդիպում նաև ազգային միասնության եւ հայրենիքի մասին հոգատարության խորհուրդ ունի։ Այս անգամ էլ Մոսկվա բնակ հայերը որպես հոգու պարտք իրենց զորակցությունն արտահայտեցին հայ եկեղեցուն, պահանջելով դադարեցնել հալածանքները եւ ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին։ Նրանք մասնակցեցին ի պաշտպանություն հայ եկեղեցու ստորագրահավաքին, որը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգի մի խումբ հայերի նախաձեռնությամբ եւ արդեն մեծ տարածում ունի ողջ Ռուսաստանում։ Այս առիթով բոլորովին վերջերս ստեղծված Arms-Purg կայքում արդեն 75,000 ստորագրություն կա աշխարհի 52 երկրից։ Այդ թիվը սրընթաց արագությամբ մեծանում է։ Ավարտ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։ Հանուն հոր եւ որդվո 36 տարի առաջ մարտի 31-ին Երևանի կենտրոնական մի հատվածում հուշաքար տեղադրվեց։ Այն օրհնեց անձամբ ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն Առաջինը, հայտարարելով, որ նորանկախ անաստվածության լուծը թոթափած երկրում տասնամյակների ընդմիջումից հետո նոր սրբավայր կկառուցվի։ Հուշաքարի բացման արարողությանը մասնակցեցին հոգևոր եւ պետական վերնախավը, մտավորականությունը, հազարավոր հավատացյալներ։ Եկեք կառուցենք լուսո սուրբ խորանը, այսինքն եկեղեցին, որովհետև նրանից ծագեց մեզ լույս Հայաստան աշխարհի վրա։ Գուցե չեմ սխալիր, եթե ասեմ իմ կյանքի ամենաերջանիկ բախն եմ ապրում։ Եվ իմ հայացքը ուղղելով դեպի մոդաբական 10 տարի հետո կարծեք իմ աչքով տեսնում եմ այն հոյագապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ եւ իր խաչը պիտի բարձրացնե դեպի երկինք։ Ես հավանաբար այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ, համենայն դեպս երանի այն հայերին, որ այդ բահին, այդ օրը 2001 թվականին պիտի լինեն այստեղ։ Նոր տաճարը վեր հառնեց որպես խորհրդանիշ հայոց մեծ դարձի 1700-ամյակի։ Աթեիստական երկրում ծնված մարդկանց այն հիշեցրեց իրենց հոգևոր արմատների մասին։ Նորին սրբությունը ցավոք չտեսավ հոյակերտ տաճարը, նրա երազանքը անկատար մնաց։ Հիմնարկեքի արարողությունը արդեն Գարեգին առաջին հայրապետը, իսկ բացումն ու օծումը Գարեգին երկրորդ կաթողիկոսն արեցին։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետի հոգացությամբ հաղթահարվեցին բազմաթիվ խնդիրներ տաճարի կառուցման ընթացքում եւ մայրաքաղաքի մայր եկեղեցին հառնեց Երևանի կենտրոնական բարձրադիր հարթակին։ Նորակառույց եկեղեցուն վիճակված էր դառնալու մայրաքաղաքի դիտարժան ու նշանակալից կառույցներից մեկը, հայոց ամենամեծ տաճարը։ Թեև հաջորդող տարիները 90-ականները աղետալի նեղություններ բերեցին մարդկանց, տաճարի շինարարությունը կանգ չառավ։ Եկեք ուրեմն ցերկ-ցերկի դանք, բոլորս միասին։ Թող այս եկեղեցին լինի համահայկական, համաազգային մեր հավատքի նոր անլրելի
Սանկագադունը։ Երեք հայրապետերի օրհնությամբ եւ հոգեվոր հզոր հիմքի վրա կառուցվեց շքեղ տաճարը, ինչպես կանխատեսել էր Վազգեն Վեհափարը, շուրջ 10 տարի տևեց շինարարությունը։ Կառուցվեց հավատավոր պարզ մարդկանց եւ բարերարների շնորհիվ։ Առաջին խոշոր նվիրատվությունը լուսահոգի Ալեք եւ Մարի Մանուկյանները կատարեցին։ Նրանց զավակները շարունակեցին ծնողների գործը։ Մանուկյան ընտանիքին ուրիշ բարերարներ էլ միացան։ Օծված հողի վրա կառուցվող տաճարում դեռևս շինարարությունն ավարտելուց առաջ էլ օրհնություն էր բաշխվում մարդկանց։ Կիսակառույց տաճարում պսակվում էին, մկրտվում, աղոթում շինարարության բոլոր տարիներին։ Աստվածակառույց միացնաէջ մեծ գմբեթի ներքո եկեղեցի դարձավ հայոց հայրենիքը, ինքնացանք մեր սուրբ հավատով, զորացանք Քրիստոսով և տերունական խաչը կանգուն պահեցինք մեր սուրբ հողում։ Միասնացան, նույնացան, մեկ դարձան ազգ, հայրենիք, պետություն և հայոց եկեղեցի։ Օծվելուց հետո արդեն 4-րդ դար է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մայրաքաղաքի եւ ամբողջ երկրի ամենամարդաշատ սրբավայրերից է։ Հոգևոր ապրումի եւ աղոթքի վայր, որ ստեղծվեց հոգևոր այրերի տեսլականով եւ ազգային բարերարների ազնիվ գործերով։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Ռուսաստանի եւ Նորնախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանն ընդարձակ հարցազրույց է տվել ռուսական Ռոսիա 24 հեռուստաալիքին եւ խոսել Հայաստանում եկեղեցու հանդեպ սկսած հալածանքի մասին։ Ներկայացնելով իրավիճակը թեմակալ առաջնորդը նկատել է, թեև 1700 տարվա ընթացքում եկեղեցին ծանր փորձությունների միջով է անցել։ Տեսել է ցեղասպանություն, ստալինյան, ահավոր բռնաճնշումներ եւ այդուհանդերձ ոտքի է կանգնել։ Այսօր ազատ անկախ Հայաստանում մենք ստիպված ենք բախվել նմանատիպ իրավիճակների, երբ շինծու, անհիմն եւ կեղծ մեղադրանքներով ձերբակալվում են բարձրաստիճան հոգեվորականները, ազգային բարերարներ, եկեղեցու պաշտպաններ, եւ նրանց փորձում են համեմատել ահաբեկիչների հետ։ Նրանց անվանում են օտարերկրյա ազդեցության գործակալներ, որ նրանք ղեկավարում են պատերազմի տանող կուսակցություն, որ հիբրիդային պատերազմ են մղում սեփական երկրի դեմ։ Ես ուզում եմ հիշեցնել եւ ասել բոլորին, որ մեր եկեղեցին միշտ դուրս է եկել նմանատիպ փորձություններից եւ հիմա էլ դուրս կգա ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի մաքրագործված, քանի որ միշտ ապավինել է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով հաղթեց սատանային։ Եկեղեցին կարողացավ պահպանել իր միասնությունը, պահպանել մեր նախնիների հոգևոր եւ մշակութային ժառանգությունը եւ ազգի միասնականությունը։ Այդուհանդերձ ներկայիս իրավիճակը մտահոգիչ է։ Այն կարող է հանգեցնել անկանխատեսելի աղետալի հետևանքների, եթե բանականությունը, արդարությունը եւ սերը չհաղթեն։ Սրբազան հայրը ի պատասխան լրագրողի հարցումների անդրադարձել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ իշխանությունների սկսած հալածանքին, երբ խոչընդոտվում է եկեղեցու բնականոն կյանքը, ժողովների ընթացքը, իսկ պետության ցուցումով դատավորները թեմակալ առաջնորդ են նշանակում եւ ստիպում վերականգնել կարգալույծ հոգեվորականի կարգը։ Լրագրողը Ռուսաստանի եւ Նորնախիջևանի հայոց թեմի առաջնորդին խնդրել է պարզաբանել, արդյոք հայաստանյաց եկեղեցին կարող է ներգրավվել քաղաքականության մեջ։ Իհարկե ես համաձայն չեմ այս տեսակետին։ Եկեղեցին միշտ ավելի վեր է եղել թե քաղաքական, թե կուսակցական կազմակերպություններից եւ հաստատություններից եւ միշտ կատարել է իր հոգեվոր, կրոնական եւ փրկարար առաքելությունը։ Միշտ քարոզել է քրիստոնեական արժեքներ։ Եվ միշտ արել է ամեն ինչ, ինչ կարող է, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղ, համերաշխ եւ միասնական։ Որքան էլ փորձեն ասել, որ եկեղեցին ներգրավված է քաղաքականության մեջ,
Եկեղեցին երբեք չի եղել քաղաքականության մեջ եւ մտադիրել չի։ Եկեղեցին իրավունք ունի բարձրացնել իր արդար ձայնը, որպեսզի մարդիկ նույնպես ձգտեն ապրել Աստծո ճշմարտության մեջ, հանուն այս երկրի վրա օրհնյալ կյանքի, հանուն երկրի, աշխարհի եւ ազգերի ապագայի։ Հարցազրույցի ավարտին լրագրողը հիշեցրել է Սրբազանին, որ նա մի առիթով ասել է, թե հայերի համար քրիստոնեական հավատքը կարծես մաշկի գույն լինի եւ խնդրել է մեկնաբանել։ Ես պարզապես մեջբերել եմ մեր 5-րդ դարի պատմաբան Սուրբ Եղիշեին, որը մեզ փոխանցել է քրիստոնեության համար աշխարհում հանուն ազատության, հանուն արդարության մղված առաջին պայքարի պատմությունը, երբ հայերին փորձել են ստիպել ուրանալ Քրիստոսին, իմ նախնիները կարողացել են պաշտպանել իրենց հավատքը։ Ես համոզված եմ, որ ինչպես 5-րդ դարում, այնպես էլ հիմա մենք պաշտպանում ենք մեր հավատքը, արտահայտում մեր հավատարմությունն ու նվիրվածությունը ամենակալ Աստծուն։ Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը անմահություն կարգախոսով։ Հիմնադրումից 301 թվականից ի վեր մեր եկեղեցին քարոզել է հենց այս քրիստոնեական արժեքները՝ խաղաղություն, բարություն, արդարություն, փոխադարձ սեր եւ հարգանք։ Ստեղծել է մշակույթ, վեր հանել գիտությունը եւ ձևավորել ազգի հոգեվոր անվտանգությունը, միաժամանակ դնելով ազգային ինքնության անսասան հիմքը։ Եվ հենց այդ առիթով է պատմագիրն ասել, որ քրիստոնեությունը յուրաքանչյուր հայի մաշկի գույնն է։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի նորոգությունների մասին արխիվային փաստաթղթերի ժողովածու է լույս տեսել։ Հատորը նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձին։ Ժողովածուն կազմել են Ասողիկ Աբեղա Կարապետյանը եւ պատմաբան Գոհար Ավագյանը։ Հատորում ներառվել են 17-ից 21-րդ դար թվագրվող փաստաթղթեր Մաշտոցյան մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից եւ Մայրաթորի արխիվից։ Հիմնականում Մայրաթորի արխիվատնից վերցված փաստաթղթերը վերաբերում են 21-րդ դարի իրողություններին, իսկ մնացածը վերցված է ազգային արխիվից եւ Մաշտոցյան մատենադարանից։ Ընդհանուր առմամբ աշխատանքները սկսելուց առաջ ինձ թվում էր, որ դրանք կլինեն միօրինակ փաստաթղթեր, ասենք, տպավորությունս այդպեսին էր։ Բայց աշխատանքի ընթացքում տեսա, թե ինչքան հետաքրքիր փաստեր կան, որ դեռևս վստահ եմ հայտնի չեն, քանի որ այստեղ ընդգրկված փաստաթղթերը ճնշող մեծամասնությամբ, եթե չասենք 100%-ով, հրատարակվում են առաջին անգամ։ Բոլորս գիտենք Գյուլբենկյան հիմնադրամի կամ Գյուլբենկյանի դերը, ասենք, Մայրաթորի վերանորոգումների հետ կապված 20-րդ դարում, բայց ինձ համար հետաքրքիր էր, որ 1889 թվականին Գալուստ Գյուլբենկյանի հայրը եւ հորեղբայրը բավականին այդպես խոշոր նվիրատվություն են արել ժամանակին Մայր տաճարի վերանորոգման նպատակով։ 17-ից 21-րդ դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բազմաթիվ նորոգությունների մասին հարուստ նյութ կա։ Նամակներ, պաշտոնական գրություններ, ճարտարապետական հաշվետվություններ, տեխնիկական բնութագրեր, ինչպես նաև հայ եկեղեցու գահակալների, թեմակալ առաջնորդների եւ բարերարների նամակագրությունը շուրջ 500 միավոր նյութ է ընտրվել։ Վավերագրերի հատորը սկսվում է Մովսես 3-րդ Տաթևացի հայրապետի վկայությամբ։ Տաճարի բոլոր նորոգումները իրականացվել են հանգանակությունների շնորհիվ։ Մեկ անգամ եւս համոզվում ես, թե ինչ է նշանակել Մայր տաճարը հայ ազգի համար։ Այդ հանգանակությունները եղել են իհարկե ոչ պարտադիր, դրանք բոլորը կամովի նվիրատվություններ էին։ Հատկապես հետաքրքիր է, երբ որ ասենք գործակալը որևէ գյուղի ցուցակ ամեն մեկը ինչ է տվել, հաջորդ գյուղի համար, ասենք, գրված է, գյուղը շատ ծանր վիճակում է, ասենք, կարկուտը ամբողջ բերքը վերացրել է, մարդիկ ուտելիք չունեն, գումար չեն կարող տալ, բայց 10 տղամարդ պատրաստ է ձրի աշխատել
վերանորոգման աշխատանքներ անել կամ մեկ ուրիշ գյուղում նորից ինչ որ պատճառներով գումար չունի, ժողովուրդը չի կարող տալ, բայց իրենց եզները, սայլերը պատրաստ են տրամադրել, ասենք, այդ շինանյութ բան տեղափոխելու համար։ Փաստաթղթերը եւ հատկապես վերանորոգման հետ կապված հանգանակությունների արդյունքները միանշանակ ցույց են տալիս։ Մայր տաճարը բացառիկ էր աշխարհում սփռված ողջ հայության համար։ Աշխարհագրությունը, ասենք, հանգանակությունների, գրագրությունների անսահմանափակ է, ամբողջ աշխարհով մեկ, ասենք, Հնդկաստանից, Եվրոպա, Ռուսաստանի տարբեր հայ գաղթավայրերից, Պարսկաստանից, Արևմտյան Հայաստանից, մի խոսքով ես չեմ կարծում, որ եղել է որևէ մի աշխարհի վրա հայկական գաղթավայր, որը չի մասնակցել, իր լուման չի ներդրել տաճարի վերանորոգման աշխատանքների համար։ Գիտեք, դա մի տեսակ, այսինքն, երբ որ կաթողիկոսը կոնդակով ահազանգում է, որ տանիքը բադ վիճակում է եւ դրանից անձրևներից անձրևի ջրերը կաթում են եւ վնասում են, որ նա նկարները բան, ես տպավորությունը այնպեսին է, որ դա մի տեսակ այսպես թափեցնող մի բան է եղել ամբողջ հայության համար։ Օրինակ 1908 թվականին ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր տաճարի վերանորոգման աշխատանքներով, այսինքն այդ հանձնաժողովի մեջ կային եւ հոգեվորականներ, եւ ճարտարապետներ, եւ նկարիչներ։ Հանձնաժողովը շատ իր այդ նիստերը հիմնականում Թիֆլիսում էր տեղի ունենում, եւ այդ հանձնաժողովի մեջ էր նաեւ Կոմիտաս վարդապետը, եւ շատ հետաքրքիր է ամեն այդ հաշվետվությունները, ասենք, վերանորոգումներից հետո ամեն մի կոպեկի համար հաշվետվություն է ներկայացվել։ Տաճարի նորոգման հետ կապված հարցերը բնականաբար միայն միջոցների հայթայթման հետ չէին կապված։ Վավերագրերը շատ բան են բացահայտում տարբեր ոլորտների մասնագետների եւ ուսումնասիրողների համար։ Միշտ մեծ խնդիր ա եղել խոնավության հարցը տաճարի համար։ Այսինքն դարեր շարունակ դա եղել է խնդիր, ճարտարապետներ են հավաքվել, նույնիսկ կոնսուլյումներ են արել, որոշումներ են կայացրել, թե ինչ կարելի է անել, որպեսզի այդ խոնավության հարցը որոշվի, բայց ինչպես հասկանում ենք, հարցը միջև հասել է մեր օրեր այդ խնդիրը։ Գրքի հրատարակությանը աջակցել են Ջորջ եւ Նոեմի Դավիթյանները, որոնց մեկենասությամբ հատորը կազմվել եւ հրատարակությանը պատրաստվել։ Տպագրությանն աջակցել է Էվոկաբանկը։ Ես հավատում եմ, որ այս գիրքը ստեղծվել, կազմվել, հրատարակվել եւ այժմ ներկայացվել է աստվածային ներգործությամբ, հատկապես մեր Սուրբ Եկեղեցու եւ պետության միջև առճակատման այս ժամանակներում, փոխանցել է Տիկին Դավիթյանը։ Մայրտաճարի վերանորոգությունների մասին արխիվային նյութերի ժողովածուն արդեն հասանելի է Մայրաթորի տարածքում եւ Երևանում, Ամիրյան փողոցում գտնվող գրատներում։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանի եւ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ հերթական պատկերազարդ փայտե փազլ գլուխկոտրու կտրվեց Զանգակ գրատան ցուցափեղկին։ Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը Սուրբ Ծննդյան թեմայով փազլներ Սուրբ Ծննդի նախօրեին, ապա Տյառն ընթառաջը Մուտք Երուսաղեմ փազլ գլուխկոտրուկի շնորհանդեսը կազմակերպվել էր Ծաղկազարդի տոնին։ Զանգակ գրատանը Մայրաթորի թանգարանների տնօրեն Տերասողիկ Աբեղակարապետյանը ողջունեց եւ միջոցառմանը ներկա մանուկներին փոխանցեց Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։ 300 օրինակ տպաքանակով թողարկված այս տուփերում 15-րդ դարում աղթամարում ստեղծված Տիրոջ մուտքը Երուսաղեմ մանրանկարն է։ Այն հավաքելու եւ ամբողջացնելու նպատակը զուտ զվարճանքը չէ, այլ մասերի բաժանված պատկերը վերականգնելու միջոցով նաեւ ավետարանական այս պատմությանը վերստին հաղորդ դառնալ է։ Դա մեր համար ոչ պրոդուկտ է սուվենիրի, չնայած շատ մարդիկ ասում են, որ ինչ լավ է, թանգարանը իր սուվենիրնի նոր պրոդուկցիան ունի,
ոչ խաղալիք երեխաների համար, որովհետև մարդ կա, որ ասում է, իմ երեխան կկտրվի հեռախոսից եւ ունի իմաստով խաղալիք, մեր համար դա ոչ սուվենիր է, ոչ խաղալիք, մեր համար դա գործիք է, որով որ մենք ուզում ենք խոսենք երեխաների հետ, խոսենք մշակույթի լեզվով եւ հոգեվորական լեզվով։ Ծրագրել ենք առաջ աստված յուրաքանչյուր տոնի առիթով ըստ մեր ունեցած տոնական մանրանկարի ներկայացնելու հաջորդ թողարկումը եւ քանի որ արդեն մոտենում ենք զատկական շրջանին եւ զատիկը 40 օրեր մենք պիտի տոնախմբենք, կարծում եմ հաջորդը կընծայենք Սուրբ Հարության տոնին եւ այդ ընթացքում Հարության այդ շրջանում կունենանք նաեւ զատկական puzzle։ Շնորհանդեսին ներկա երեխաները մասնակցեցին նաև հայկական մանրանկարչության ստուդիայի կազմակերպած վարպետության դասին։ Սեղանների շուրջ գունավորեցին թեմատիկ գունանկարներ, ստեղծեցին իրենց ինքնուրույն մանրանկարը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Էջմիածնի Հրաչ եւ Սյուզան Թուֆեյան հայորդաց տան պատանի կանոնահարները։ Մանրանկարներն ինքնին հարուստ են գույներով, ձևերով ու մանր դետալներով։ Աշխատանքը, որ սեղանի շուրջ կատարում են երեխաները, պահանջում է կենտրոնացում եւ ներքին խաղաղություն։ Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ այս աշխատանքը կնպաստի պատկերն ու պատգամը մանուկ հասակից յուրացնելու հմտությանը։ Լիաննա Չիչակյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 27-ին Աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը վրձնյալ շարականներ պատկերագրքույկի շնորհանդեսներ։ Փոքրիկ հեղինակները կրթօջախի ուսուցիչների առաջնորդությամբ նախ ուսումնասիրել են հայ միջնադարյան շարականագիրների ստեղծագործությունները, սովորել շարականները, ապա վերածել պատկերի։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ երեխաների աշխատանքները հրատարակվել են առանցին գրքույկով։ Հայորդյաց տան շնորհալի երեխաները միջոցառմանը նաև համերգային ծրագրով հանդես եկան։ Շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, հոգևոր հայրերն օրհնության եւ գնահատանքի խոսքով արժևորեցին բազմակողմանի կրթություն ապահովող կառույցի աշխատանքը, երեխաների եւ ուսուցիչների ստեղծարար եռանդը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Ծաղկազարդի տոնակատարությամբ ավարտվում է մեծ պահքի 40-օրյա ընթացքը եւ սկսվում է ավագ շաբաթը, Քրիստոսի կյանքի վերջին օրերի հիշատակությունը։ Յուրաքանչյուր օր ավագ է կոչվում եւ ունի իր խորհուրդը։ Ավագ երկուշաբթին անպտուղ թզենու առակի եւ Երուսաղեմի տաճարի մաքրման ավետարանական պատմությունների հիշատակության օրն է։ Ավագ երեքշաբթին 10 կույսերի առակի հիշատակությունն է։ Երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս կույսերին խորհրդանշող 10 դպիրները, բաժանվելով երկու խմբի՝ հիմարների եւ իմաստունների։ Արթուն կացեք եւ ամեն ժամ աղոթեք, որովհետեւ չգիտեք այն օրվա եւ ժամի մասին, թե երբ կգա Տերը, ասում է ավետարանը։ Օրվա խորհուրդն է, որ մարդն աղոթքով, հավատով եւ բարի գործերով պատրաստ լինի Տիրոջ գալստյանը, որպիսի չհայտնվի երկնքի արքայության փակ դռների առջև։ Ավագ չորեքշաբթին Տիրոջ ոցման եւ մատնության հիշատակության օրն է։ Ավագ հինգշաբթին վերջին ընթրիքի եւ հաղորդության խորհրդի հաստատման հիշատակությունն է։ Քրիստոս մարդկության փրկության համար մատուցված զոհն է, որ խորհրդավորությամբ պատարակվում է Սուրբ Սեղանի վրա, հավատացյալներին բաշխելով իր Սուրբ մարմինն ու արյունը։ Ավագ հինգշաբթի առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ։ Այնուհետև մատուցվում է բաց պատարակ, որի ընթացքում մեծ պահքի ապաշխարության շրջանն ապրած մարդիկ մոտենում են Սուրբ հաղորդության։ Ավագ հինգշաբթի տեղի է ունենում ոտնլվայի արարողությունը։ Խաչելությունից առաջ Վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը, որպես հեզության եւ խոնարհության օրինակ։ Ավետարանական այս պատմությունը եկեղեցական մեծ ծեսի հիմք է դարձել, որը կոչվում է ոտնլվայի արարողություն։ Այն կատարվում է ավագ հինգշաբթի օրը։ Ոտնլվայի արարողությունից հետո օրհնված յուղ է բաժանվում հավատացյալներին որպես դարմանող միջոց։
Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է խավարման կարգ։ Այն խորհրդանշում է Տիրոջ ձեռբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը։ Հսկման կամ խավարման ընթացքում ավետարաններից ընթերցվում են հատվածներ՝ Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումը ամբոխին, քահանայապետի հարցաքննությունը, Պետրոսի ուրացումն ու զղջումը։ Ավետարանական յուրաքանչյուր ընթերցումից հետո զույգ-զույգ հանգչում են 12 մոմերը։ Վերջում բառ է մնում միայն Տիրոջը խորհրդանշող մոմը։ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության օրն է։ Կեսօրին տեղի է ունենում խաչելության կարգ, իսկ երեկոյան թաղման կարգ։ Թաղման արարողության ժամանակ Սուրբ գրային ընթերցումներով եւ շարականներով ներկայացվում են Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթվա 5 օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ Քրիստոսի խաչելությունը, թաղումը եւ գերեզման դրվելը։ Եկեղեցում տեղադրվում է ծաղիկներով զարդարված խորհրդանշական գերեզմանը։ Ավագ շաբաթ օրը երեկոյան եկեղեցիներում վառվում են ջահերն ու կանթեղները։ Եկեղեցական օրացույցով այդ օրն են հրեշտակները Քրիստոսի գերեզման այցելած յուղաբեր կանանց ավետել Տիրոջ հարությունը։ Այստեղ չէ այլ հարություն առավ խոսքերով։ Քրիստոսի դատարկ գերեզմանը քրիստոնյաներին փոխանցում է հարության ավետիսը։ Ավագ շաբաթ երեկոյան մատուցվում է ջրաքալույցի Սուրբ Պատարագ, որի ժամանակ տրվում է հարության ավետիսը։ Արարողության ավարտին հավատացյալները խորանից վերցրած լույսն իբրև օրհնություն տանում են տուն, ջերմացնելու ընտանեկան հարկերը։ Ջրաքալույցի պատարագից անմիջապես հետո վեհարանում կատարվում է Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը։ Կիրակի օրը ապրիլի 5-ի առավոտյան Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի հայրապետական պատարագ։ Ամենայն հայոց կաթողիկոսը համայն հայությանը կհղի զատկական իր պատգամը։ Սուրբ Հարության տոնակատարություններից հետո հայոց եկեղեցում կսկսվի տնօրհնեքի մեկամսյա շրջանը։ Հավատացյալները միմյանց կողջունեն Քրիստոս հարյավ իմեռելոց խոսքերով։